Բարի լույս բոլորին։ Այսօր հերթական վլոգն ենք սկսում, ու քանի որ իմ 24 ժամյա ընթերցանությունը չստացվեց, ոչ մոնտաժը, ոչ էքսպորտը անդադ ինչ-որ խնդիրներ էին լինում, որոշեցի, որ պետքա ձեր համար մի հատ հավես լավ վլոգ նկարել։ Այսօր ուրեմն շատ ակրկիր օր լինելու Կիրակի է։ Այսօր ես ու Դինան գնում ենք միասին սրճարան, Բաղրամյանի վրայի սրճարանից մեկը, որը արդեն եւ 1-2 տարի անց բացվել է, ու իմ հետևորդներին ինձ անդադ ուղարկում էին այդ սրճարանի սլկան, որովհետեւ ինքս ինձ գրքային ավելի շատ, չեմ հիշում ոնց է կոչում, տեղում հասնենք ամեն ինչ ցույց կտամ, կնկարեմ, ու նաեւ այսօր ձեզ վերջապես Դինայի հետ կծանոթացնեմ, որովհետեւ ինքը իմ գրքային այն ամենալավագույն ու ոչ միայն արդեն գրքային լավագույն ընկերներից մեկն է։ Մեծ ծանոթացել եմ հանդամացանցի միջոցով, իմ էջի միջոցով, ոնց որ եւ ձեզանից շատերի հետ։ Հիմա շպարվելու ընթացքն է, այս ոնց որ դո տարբերակն է։ Հեսա մի քանի վայրկյանից արդեն ցույց կտամ, թե ինչ ստացվեց իտոգում, ու զգատքի ուդյոնակը ինչի է վերածվում։ Այսօր վերջնական էր ինչ որ ստացվեց, հուսով եմ տեսքս շատ ավելի լավն է, քան միջև այդ։ Հիմա սուրճս ավարտում եմ ու դուրս եմ գալիս, շատ տրամադրված եմ վպրիտկուշենի, որ ամեն ինչ լավ կլինի։ Ու այս վլոգը մենակ այսօրով իհարկե չի սահմանափակվի, երևի թե մոտակա 2 շաբաթների ընթացքում ինչքան տակրկիր բան լինի, ձեզ ամեն ինչ հերթով ցույց կտամ։ Ու իհարկե, ոնց կարանք մեր տանը ինչ-որ բան նկարենք ու ես ձեզ ցույց տամ այս տեսարանը։ Մանավանդ այսօր սիրուն եմ ամաչա։ Ես գժում եմ ասենց ամպերի համար, անկեղծ խելակարվում եմ ուղղակի, ժամերով կարամ նայեմ ու չհագենամ։ Ես արդեն կենտրոնում եմ, Դիանկան դեռ չի եկել, սպասում եմ իրան, իսկ ես մինչև այդ կնստեմ մի փոքր գիրք կարդամ, հետո վերցրել եմ սվերխերին, այս ամսվա պլաներից մեկն է, նստեմ մի քիչ կարդամ ու սպասեմ իրան։ Գալիս, Ահա, այս սրճարան ենք գնում, գիրք ընդ քո։ Գնացինք, պետքա որ ընդեղրանք միտեղ լինի։ Գնանք։ Թաքուն մտնում ենք մեկի տուն։ Սիրուն է, չէ։ Խրնակի սիրուն է։ We don't want that. We don't want that. Հելնեք ինչ համով բաներ են մեզ բերել, երկուս էլ բրանի ենք պատվիրել, ու դեպ շատ համով եմ, այդ փորձի ասահանվում, թե չէ։ Հիմա անում ենք degustation, դավայ։ Порции. Вкусно, да? Потом еще брауни так пили, знаешь. Покравили так. Это ментичный пареньку. Спокойно сейчас повозим, как на горчака наш хатанчик. Хотелось как лучше, получилось как всегда. Что там вам? Տեղի գրքերը դες մանրամասն ցույց չի տվել, այս բոլոր գրքերը փաստորեն վաճառվում են։ Գները չնասած չգիտեմ, պատկերացում չունեմ, թանկ են թե մաչելի 6 հավեսը։ Կա սրճարան, ինչ որ մի բան գնես։ Նստես կարդաս։ Լիքը մանկական գրքեր էլ կան, բրոշուրների նման։ Հիմա եկանք մի քիչ սիրահարների այգին, Բաղրամյանի վրա, դե տեսեք ինչ սիրուն ջրաշուշաններ են։
Ուզում ենք գնանք այն ամֆիթատրոնում նստենք, մի փոքր գիրք կարդանք։ Վերցնենք պատվերը։ Հենց նոր գործից տուն մտամ, իհարկե պատրաստել եմ սառը սուրճ, համով բաները դրել եմ, որոնք իհարկե շատ օգտակար է ուտելը շագիրդավոր։ Ու ունեմ մի քանի գիրք, ստացած ու ալբերեսից ուզում ձեզ հեսա ցույց տամ։ Նախ հնչում է իմ ամենասիրելի երգը այս օրերին, Զիվերտն ու Բաստան, ես պրոստը չգիտեմ, նստել եմ այս երգի վրա, որ չեմ ուզում վերկանամ, արդեն մի շաբաթ է, ինձ շատ է դուր գալիս։ Եթե անկեղծ հազիվ եմ ինձ զսպում, որ ստորներուն ցույց չտամ այս երկու կրասավչիկներին, որոնց այսքան շատ էի սպասել, էս ինչ է եղունգիս վրա։ Իսկ ես կսկսեմ երևի թե այս գրքից, որը համատեղ ընթերցանություն է այս ամիս լինելու Դյանկայի հետ, Դուրնայա Չերովիցի։ Եթե հիշում եք Չերովիցի կնիգը Զիրկալը, ես կարդացել էի անցած տարի, թե նախանցած, ու լավագույններից մեկն էր եղել, որտեղ իսկապես արտակարգ դետեկտիվ էր։ Հեսա բացեմ, ձեզ ցույց տամ։ Իրականում ամենասկզում առաջին անգամ երբ ես գիրքը տեսա ժվոյ, այս կապույտ գույնը մի փոքր ինձ վանեց, որովհետև առասարակ ես նմանատիպ կապույտ գույն չեմ սիրում, բայց հիմա հասկանում եմ, որ չէ, իսկապես ինքը շատ սիրուն է։ Այս կողքի հատվածները առավել եւս հետաքրքիր գույն տալիս են, թե չէ։ Չէ, ոչ մի բան չկա։ Հաջորդը Ջեք Ֆիննեի «Между двух времен». Այս գրքի մասին իմ սիրելի բլոգերներից մեկի մոտ եմ տեսել, Books Around Me Յուլիայի, սա ֆանտաստիկա է։ Ох, այս պահը ոնց եմ սիրում, էքսկլյուզիվն է, կլասիկան, օ բոժե, այս ինչ կայվ գրքեր են, մանավանդ, որ սենց պաստելային գույների մեջ են լինում, ես ուղղակի գժվում եմ, նկարների վրա այնքան սիրուն են իրանք նայվում, եկեք անոտացիալ մի հատ ես սենց նկարեմ մոտիկից, դուք պաուզա տվեք, ինքներդ կարդացեք։ Ամեն դեպքում mən ցույցեր եմ կապում իր հետ, որ ինձ դուր կգա, ու հիմա մի քանի գիրք ցույց տամ, որ վերջին ընթացքում ձեռք եմ բերել, բայց ձեզ դեռևս ցույց չեմ տվել ու չեմ ուզում առանձին վիդեո անեմ իրաց մասին, հենց էլ ցույց կտամ, կարծում եմ ոչ մի խնդիր չի լինի։ Առաջինը Ֆիլիպ Դիկն է, Պամուտնենիը, Ֆիլիպ Դիկից ես կարդացել էի Ուբիկը, Բեշնի վաստորգի մեջ էի։ Ուղղակի ցնցողագույն գիրքեր, չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ, ամենաֆանտաստիկան երևի թե ոս կարդացել եմ, բայց ինձ շատ դուր եկավ։ Հաջորդը ինձ նվիրել է Դինան Դյանկան, ում հետ հենց կարդալու եմ ավելի ճիշտ է Դուրնայա Կրովը, Ստիվեն Կինգի նոն-ֆիքշններից է, как писать книги։ Ում եկել այս գիրքը նույն պահին եմ նվեր իրանից ստացել, Դաֆնա Դյումարի Ռեբեկան, որը հիմա կարդում եմ, մնացել է վերջին 3 գլուխը։ Ոնց որ թե գրքերը այսքան էին ու համ եկել ուզում էի ցույց տալ, որ տվյալ պահին սվերխերին եմ կարդում։ Շուտով կեսին կհասնեմ։ Թեթևա պրինցիպի ինքը գնում, չնայած ինձ դուր չի գալիս նրանով, որ Սեմն ու Դինը ու առասարակ այս պատմությունը слишком պրիմիտիվ են այստեղ նկարագրված։ Եթե գիտեք, այն բոլոր հեղինակները, ովքեր որ սվերխերի մասին Վինչեսթեր եղբայրների մասին գրքեր են գրում, իրանք ուղղակի, կոպիացած սովորական մարդիկ են, ովքեր համարվում են ֆանատներ այս պատմության ու հորինում են ինչ-որ նոր պատմություններ, որ ինչ-որ սեզոնների, սերիաների արանքում կարան լինեն ու տենց как бы գրքեր են գրում դրա վերաբերյալ, բայց իմ համար չափազանց պրիմիտիվ, այնց դուր չի գալիս, որ ամեն գրքում ամեն հեղինակ նորից ինձ բացատրում է իրանց կյանքը, նկարագրում է թե ինչի մեջով են անցել Դինն ու Սեմը, իրանց բնավորությունը, որովհետև ինձ թվում է այս աշխարհում մարդ չկա, որ ինձ այնց լավ իրանց ճանաչի, չանց եւի կնեն այդպիսիք, բայց դա ամեն դեպքում։ Այսօր եկել ենք Գառնի, ճիշտ ասած շատ վաղուց էի ուզում, սենց գիշերվա կեսին մթով գայինք, որ լուսավորությունը տեսնեի, որտև ինչքան եղել եմ, միշտ եղել է լույսով, ցերեկով, եղանակը ինչպես միշտ հարս է, հենց մենք որոշում ենք ընկերներով դուրս գնանք ինչ-որ տեղ, ու մենք միշտ երեկոյան ենք որոշում, որովհետև ընկերուհիս չի կարող ավելի շուտ դուրս գալ,
Անձրև է գալիս, իհարկե։ Как и следовало ожидать, վերջին անգամ տեղել եմ այն անցած ամառը, որ եղբայրս եկել էր Իսպանիայից, միասին եկել ենք հանգստանալու։ Ու հիմա էլ մի տարի անց նորից Գառնիում։ Մանավանդ գիշերվա կեսին նոր լիքը սիրուն նկարներ արեցինք, այստեղ էլ հնարավոր գալը մի րոպե։ Այս էլ հետևի մասն է, այս սիրուն անձրև է գալիս, սպասեք լույսից տամ։ Գնայեք ինձ սիրունը։ Թվոցի որ պատկերացնում ես ամեր թվարկությունից առաջ է կառուցվել։ Դժվել կարելի է։ Մենակ որ պատկերացնում եմ, թե այստեղ մի 2000 տարի առաջ ինչեր են տեղի ունեցել, ինչ կարևոր իրադարձություններ, ինչ դեպքեր, դուխսախվատվետ։ Ու գիտեք, չէ, իրականում մինչև այսօր էլ այստեղ տեղի են ունենում հայթանոսական հարսանիքներ։ Այո, մեր օրերում էլ կան հայթանոսներ, ու իրանց հարսանիքները հենց տեղ են նշում։ Ուրեմն ըստ տունը գործիկալը ահավոր բարդ է։ Մարալը ահավոր բարդ։ Все, լավ, մի շաբաթ սեղանից կերտոտ ամենացել, անցանք որ կանել։ Կստացի դուք իրետ տունում որ կանեք սեղանները մաքրել, բարակ միասին Ինչ կա ստեղ, մրգեր, բացի նաուշնիկից ու բանալիներիցս մնացածը ամեն ինչ սիդոբնի է։ Եկա որ ամենասիրելի ու ամենաերանելի պահը բոլորի համար։ Ընդմիջում է։ Նստեմ կարդամ առավոտյան էլ եմ քիչ կարդացել, մնացել է ինձ մոտ 70 էջ։ Նավագոտնի բաժակի վրա խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Այո, նոր տարվանից ինքը դեռ մնացել է այստեղ, ու ես որ մեծ քանակությամբ սուրճ եմ լցնում, վերցնում եմ իրան, որովհետև մնացած բոլոր բաժակները փոճուր են։ Ինչ։ Համով բան չունեմ։ Ինչ տամ քեզ։ Ուսիդ չմալվում ա որ դենեմ անուսին սոված եմ։ Մրուտ։ Ջոն։ Գնում այստեղի համար։ Քանի սպասում եմ Նելիկուլային ասեմ ինչ-ինչոց։ Այսօր եւ թե վլոգի վերջին օրը կլինի, որովհետեւ արդեն շատ ձգձգեցինք։ Հիմա Կոմիտասի այգում եմ, Չայնի Դոմիկ սրճարանում ու սպասում եմ իմ 5 գոլեգաներից մեկին Նելիկուլային միասին լանչելու ենք։ Ու իհարկե ձեզ Նելի հետ էլ կծանոթացնեմ ու ընթացքում ամեն ինչ ցույց կտամ ու հետո արդեն իրար հաջող կասենք։ Ջոն Նագին չամով բաներ են, այս իրանք առաջարկեցին է լանչի համար, ասեցին կարտոֆիլ տնական, գյուղական ճիշտ ու բլինչիկի։ Приятного нам аппетита, Նելիկուլյան։ Գիտեմ, որ Նելիկուլյան չի ուզում, բայց յան շատ ցույց տամ, բայց չեմ կարող։ Այս իմ հրաշքն է, իմ կյանքն է, իմ ջոնին։ Ու տենց նորմալ միասին լանչեցինք, հիմա գնում ենք Նելիկուլյանի իսկ ճանապարհին, правильно, հետո потом թե հեծանիվով все-таки։ Համոզում եմ հեծանիվ քշենք, բայց ասում եմ, ես քշել չգիտեմ, ես դախ եմ, ամոթ ինձ։ Արդեն եկա տուն, հոգնած, սատկած։ Այս վերջին 2-3 շաբաթը շատ ծանր անցան, համ հիվանդությունից հետո նորից վերականգնվել աշխատանքին հունի մեջ մտնել բավականին բարդ էր։
Բայց այս տարի ես ինչ եմ անում, դա աշխատանքային միշտ մտնում եմ անդադ, որովհետև անդադ հիվանդանում եմ, այս տարին вообще կատաստրոֆիկ էր։ Աշխարհի համար մի կողմից, իմ համար լրիվ առանձին տեսանկյունից կատաստրոֆիկ էր։ Բայց ինչևէ, հուսով եմ ձեզ վլոգը դուր եկավ, հուսով եմ պոզիտիվ էներգիա ինչ-որ մի մաստացաք, հավես գրքեր տեսաք, շուտով նոր հավես վիդեոներ կլինեն, կարծում եմ, կամ միգուցե միջևս վլոգը արդեն ես ինչ-որ վիդեոներ եմ ձեզ համար մոնտաժել, չգիտեմ։ Բայց գրկում եմ բոլորիդ, համբուրում եմ։ Ձեզ ամենալավ գրքերն ու ֆիլմերը, ամենալավ ամառային վերջին օրերը կամ աշնանային դեռևս տաք օրերը նայած երբեք այս վիդեոն նայելու ու կհանդիպենք մի վիդեոյի ժամանակ։ Մնացեք